փաթեթը, փաթեթի վերաբերյալ առաջարկություններ, դիտողություններ չկան։ Ըստ այդմ քվեարկության է դրվում չզեկուցվող հարցերի փաթեթը, ովքեր են կողմ դրա ընդունմանը։ Դեմ չունենք, չզեկուցվող հարցերի փաթեթը ընդունված է։ Քննարկում ենք հարց համար 9 Հրազդանի կիրճում հանգստի գոտի ստեղծելու նախագծի վերաբերյալ հարցը, զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյան։ Համեցեք, պարոն Խուդացյան։ Շնորհակալ եմ, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ։ Ձեր քննարկմանն եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքում վերաբաշխում եւ լրացում, ինչպես նաեւ կառավարության 2025 թվականի համար 1910 որոշման մեջ փոփոխություն եւ լրացում կատարելու մասին որոշման նախագիծը նախագծով առաջարկում է 172 միլիոն դրամի վերաբաշխում իրականացնել, Երևանի քաղաքապետարին գումար հատկացնել Հրազդանի կիրճում հանգստի գոտու կառուցման համար։ Առաջարկում եմ նախագծի մանրամասները պարոն վարչապետ ներկայացնի Երևանի քաղաքապետը։ Համեցեք, պարոն Ավինյան։ Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, տվյալ նախագիծն իրականացվում է Հրազդանի կիրճի սկզբնամասից հաշված մոտ 5.5 կիլոմետր հեռավորության վրա, Արաբկիր վարչական շրջանում, այն հատվածում, որտեղ միասին պարոն վարչապետ մենք ունեցանք այցելություն։ Ծրագիրը ներառում է կիրճի բարեկարգման ընդհանուր ծրագիր, նոր լանդշաֆտ եւ ճարտարապետական լուծումներ, հարմարավետ զբոսայգի, հանգստի գոտիներ, սպորտային միջոցառումների անցկացման հարթակներ, կինոդիտման վայր, ինչպես նաև սրճարան, որը կդառնա սոցիալական շփումների կենտրոնը կիրճում եւ նմանատիպ ենթակառուցվածքի կարիք այնտեղ կար եւ բազմաթիվ այդ կիրճում սպորտով զբաղվողների նաեւ պահանջն ու խնդրանքներ սա, պարոն վարչապետ, ընդհանուր առմամբ սա մեր ընդհանուր կիրճի վերակազմավորման, վերաձևավորման կոնցեպտի մեջ է մտնում եւ հիշեցնեմ նաեւ, որ մենք իրականացրել ենք խորը վերլուծություն ամբողջ կիրճի վերաբերյալ, ֆլորան եւ ֆաունան ենք ուսումնասիրել, մշակութային ժառանգություն հանդիսացող հատվածները հստակ սահմանագծել ենք կիրճը եւ սպասում ենք շրջակա միջավայրի նախարարության կողմից օրենսդրական փոփոխություններին, որից հետո Երևան քաղաքի ավականին ամբողջ կիրճը կճանաչի համայնքային հատուկ պահպանվող տարածք եւ այս կոնցեպտուալ այս կարևոր կետերից մեկը նաեւ ձեր առաջարկությամբ իրականացվում է հենց այս հատվածում, որի մասին խոսեցինք, սա է ընդհանուրը։ Շնորհակալ եմ, պարոն Ավինյան, հարգելի գործընկերներ, ընդհանուր առմամբ մենք Երևան քաղաքում 3 խոշոր բնապահպանական եւ այսպես ասած կյանք ավելի հարմարավետ դարձնելուն ուղղված 3 խոշոր ծրագիր ունենք, դրանցից մեկը Հրազդան գետի կիրճը հատուկ պահպանվող ռեկրեացիոն հանգստի գոտի դարձնելն է, հաջորդը Դալմայի այգիների հետ կապված խոշոր քաղաքային անտառ պուրակ ստեղծելու մասին է եւ հաջորդը Նոր Նորքում նախորդ կառավարության նախորդ նիստերից մեկում մենք խոսեցինք արդեն վերադարձված հողերի վրա Նոր Նորքասցի Նորք Մարաշում, այո, ավելի քան 7 հեկտար տարածքի վրա էլի անտառային քաղաքային անտառ պուրակ ստեղծելու նախագծի մասին է եւ ըստ էության այս հատվածով մենք կարող ենք արձանագրել, որ առնվազն Հրազդանի կիրճի մասով սկսում ենք նախագծի իրականացումը։ Այստեղ կարևոր է նաեւ այն, որ տվյալ հատվածը ինքը արդեն ապրում է որպես այդպիսին։ Այսինքն եւ հատկապես շաբաթ-կիրակի օրերին, նաեւ աշխատանքային օրերին մարզվող, վազքով, քայլով զբաղվող, հեծանիվով զբաղվող, ձկնորսությամբ զբաղվող մեր քաղաքացիները հիմնականում կենտրոնանում են այդտեղ եւ հիմա մեր խնդիրը այդ գործունեությունը կամ այդ ժամանցը ավելի հարմարավետ դարձնելն է, որովհետեւ այստեղ խնդիրը ինչ է։ Ես էլ քանի որ տեղում եղել եմ եւ ուսումնասիրել եմ իրավիճակը, որ խնդիր կա, որ մարդը այդտեղ ավելի երկար ժամանակ անցկացնելու համար ունի որոշակի սահմանափակումներ, որովհետև դե
վազքը, սպորտը սպորտ, հեծանիվը հեծանիվ, բայց դա անընդհատ չի, այսինքն լավ, ժամ ու կես, 2 ժամ զբաղվում ես դրանով, մի բաժակ թեյ սուրճ խմելու կամ ուղղակի նստել հանգստանալու անհրաժեշտություն կա, եւ հիմա ամբողջը արվում է այդ ժամանցի այդ ձևը հնարավորինս այդ տարածքում երկարացնելու եւ հնարավորինս ինչպես ընդունված է ասել էկո միջավայրում անցկացնելու հնարավորություն ստեղծելու եւ հարմարավետ դարձնելու եւ երկարացնելու մասին է։ Իհարկե մենք տեղում նախագիծը նայել ենք, այսինքն եւ շատ լավ նախագիծ է եւ պետք է պարզապես իրականացնել այն տրամաբանությամբ, որ մենք Հրազդանի կիրճի ավելի խոշոր հատվածը, ինչպես ասեց պարոն Ավինյանը, ուսումնասիրված է, հիմա կառավարությունը իր աշխատանքը պետք է անի, ազգային ժողովում մեր գործընկերները հույս ունեմ կընդունեն այդ օրենքը, որից հետո արդեն տարածքը հատուկ կարգավիճակ կստանա, որովհետև ցավոք սրտի այդտեղ էլ մենք դեֆորմացիաներ ունենք, իհարկե մենք այդտեղ շատ ցանկություն չունենք, որպեսզի անհարմարավետություններ ստեղծենք, այդ թվում ներդրումների համար, նրանք, որոնք կարող են համատեղվել այդ տրամաբանության մեջ, ինտեգրվել այդ տրամաբանությանը, մենք խնդիր չենք տեսնում, բայց ընդհանուր առմամբ պետք է արձանագրել, որ դա հսկայական մեծ տարածք է եւ շատ մեծ պոտենցիալ ունի եւ Երևան քաղաքում ընդհանուր առմամբ եւ օդի որակի եւ կյանքի որակի բարելավման առումով շատ մեծ պոտենցիալ ունի եւ մենք այդ նախագիծը պետք է սկսենք իրականացնել եւ այսպիսով սկսում ենք իրականացնել։ Համեցեք։ Պարոն վարչապետ, այո, մենք նույնիսկ արդեն իսկ համաձայնագիրն ենք կնքել որոշակի ֆինանսական միջոցներ հատկացնելով եւ այնտեղ տեղում ուսումնասիրություններն են իրականացվում եւ արդեն շատ շուտով օրերի ընթացքում բուն շինարարական աշխատանքներն են ընթանալու եւ մի քանի կարեւոր ծրագրի մասին դուք խոսեցիք, մասնավորապես նաև Դալմայի այգիների վերականգնման անտառ-պուրակի ստեղծման մասին։ Ես ուզում եմ մի քանի թիվ բարձրաձայնել, պարոն վարչապետ։ Վերջին 4 տարիների ընթացքում Երևան քաղաքում ստեղծվել է մոտավորապես 60 հեկտար նոր կանաչապատ տարածքներ։ Եվ այս 60 հեկտարը բոլորը իրենց ոռոգման համակարգերով, այս վերջին 4 տարիների արված աշխատանքը ավելին է, քան դրան նախորդող 22 տարիներինը միասին վերցրած։ Եվ երբ որ խոսում ենք, որ 60 հեկտարը տենց շատ կարևոր թիվ է, Դալմայի այգիները 250 հեկտարի մասին է մոտավորապես խոսքը, պարոն վարչապետ, եւ իրականում դա քաղաքային միջավայրում էականորեն փոփոխություն է բերելու այդ ծրագիրը։ Վստահորեն փոփոխություն է բերելու նաև Հրազդանի կիրճում կանաչապատման ծրագիրը, որը հենց հաջորդ փուլով մենք պատրաստվում ենք իրականացնել, եւ այս տարի նաև պարոն վարչապետ ունենք նոր վարչական շրջանում 35 հեկտար տարածք Լվովյան հատվածում, որը որ նույնպես կանաչապատ տարածք է դառնալու, այսինքն կանաչապատման process-ը Երևան քաղաքում դուք արդեն նշեցիք նաև Նորք Մարաշը եւ ուզում եմ ասել տեմպերը եւ ծավալները էականորեն ավելանում են եւ ժամանակի ընթացս ել ավելի մեծ եւ ամբիցիոզ ծրագրեր ենք իրականացնում։ Պարոն Ավինյան, տեսեք, դուք խոսում եք 60 հեկտարի մասին, ինչը իհարկե հենց ինքնին արդեն ցանկացած քաղաքի համար շատ շոշափելի տարածք է։ Ես իհարկե վստահ չեմ, որ իմ newsfeed-ի կարգաբերումները ամենադիպուկն են, բայց իհարկե շատ ուրախալի է եւ դա նկատելի է, որ մենք տարածքներում տարբեր վարչական շրջաններում բակեր ենք ազատում ուղղակի այդ մեզ հայտնի ցանկապատային տրամաբանությունից, բայց ես վստահ չեմ, որ հետո այդ դրանից արդյունքում այդ ապամոնտաժված ցանկապատների տեղում ինչ ունեցանք, վստահ չեմ, որ գոնե իմ newsfeed-ում պատշաճ ձևով լուսաբանվում է, որովհետև իհարկե քայլելի շրջելիս տեսնում ենք եւ նաեւ այսօրվա լրատվական միջավայրը հաշվի առնելով կարծում եմ մենք ավելի շատ ջանք պետքա գործադրենք այդ ամեն ինչը ցույց տալու համար, չնայած իհարկե տեղում մարդիկ տեսնում են եւ գոնե Երևանի տարբեր վարչական շրջանների մեր հանդիպումները եւ այլն այդ արձագանքը
ցույց են տալիս եւ իհարկե այս process-ը անշուշտ պետք է շարունակվի, խաղահրապարակներ, իմիջիայլոց երեխաների արձագանքն ենք տեսնում եւ ամենուր իմիջիայլոց կա նաեւ շատ հետաքրքիր միտում, ենթադրում եմ Երևանում եւ նաեւ այլ համայնքներում, օրինակ ինձ համար ամենամեծ զարմացնող եւ հաճելի նորությունը այն է, երբ որ մեր տարբեր համայնքների ղեկավարները ասում են, դե գիտեք, բնակիչների հետ պայմանավորվել ենք, այս բաները, ստեղի այս ինքնական ավտոտնակները ապամոնտաժելու ենք եւ այգի ենք կառուցելու։ Այն օրն էլ իհարկե ուղիղ եթերում է տեղի ունեցել խոսակցությունը, բայց ասում եմ, այսինքն համաձայնվել են բնակիչները, ասում են այո, համաձայնվել են։ Երկրորդ անգամ եմ հարցնում, ասում են համաձայնվել են եւ երբ որ շատ պնդում են, ասում են լավ, դե ասենք 30 ավտոտնակ կա, մի հոգի կարողա չի համաձայնվել, բայց դա կապ չունի։ Սա շատ կարեւոր process է։ Այս նշանակում է, որ մարդկանց ստեղ ուրիշ բան կա, իմ կարծիքով ստեղ կա նաեւ քաղաքացու եւ քաղաքային իշխանության հարաբերությունների խնդիր, որովհետեւ այդ հարաբերությունների, երբ որ հազար ներողություն, երբ որ մարդը տեսնում է, որ համայնքի ղեկավարը ստեղ իր հորոխբոր, աղբոր դասարանցու համար տարբեր տեղեր sense գարաժների տեղեր չի վերցնում եւ ընդհակառակը ջանքա գործադրում նոր կանաչ տարածքներ ավելացնել, մարդը ասում է, բայց մի րոպե, մի համայնքն է, ինչի ես պետք է իմ մասնակցությունը չունենամ դրան։ Եվ դա շատ կարեւոր, շատ գեղեցիկ եւ շատ հաճելի process է, եւ դա մի բան է, ինչի կապակցությամբ մենք պետք է շնորհավորենք իրանց եւ շնորհակալություն հայտնենք այդ մարդկանց, որ այսպիսի արձագանք են տալիս եւ իհարկե Երևանում էլ այդ process-ը կա, համոզված եմ եւ դա շատ լավ նորություն է։ Իհարկե Երևանը մեր մայրաքաղաքն է եւ հանրապետության ամենախոշոր բնակավայրը եւ մեր բոլոր խնդիրները, որ մենք տարբեր տեղերում ունենք, այստեղ խտացված են եւ ավելի շատ են երևում եւ մասնավորապես ամեն օր գրեթե ամեն օր մենք տեսնում ենք եւ նամակներ ենք ստանում, ահազանգներ, պահանջներ, խնդրանքներ կապված խցանումների խնդիրը լուծելու հետ եւ մենք աշխատանքային խումբ ենք ստեղծել, հույս ունեմ, որ այդ աշխատանքային խումբը լուծումներ կառաջարկի, բայց նաեւ հաշվի առնելով դարաշրջանը, ոնց որ թե մենք այդտեղ էլ արհեստական բանականությանը պետքա ավելի ու ավելի մեծ դերակատարում վերապահենք, բայց մյուս կողմից էլ պետքա հասկանանք ոչ մի փողոց, ոչ մի քաղաք անսահմանա, չգիտեմ ոնց են թարգմանում, բեզրազմերը հայերը ոնց է անչափ չի էլի, ինքը մեկա չափ ունի ցանկացած փողոց եւ մենք պետք է հասկանանք, որ այս իրավիճակը ստեղծվում է նրանով, մենք պետք է ավտոմեքենաների ներմուծման վիճակագրությունը տեսնենք եւ հասկանանք, որ այդ մեքենան գալիս է մտնում է այդ նույն փողոցը, բոլորը գալիս են մտնում են, ընդ որում հիմնական ժամերին հիմնական փողոցները պարզ են եւ բայց ամեն դեպքում ստեղ աշխատանք պետք է անենք հիմի հույս կա, որ մի բան կարանք անենք այդտեղ, համեցեք։ Անվարչապետ միանշանակ հույս կա եւ իրականում մենք շատ շուտով կոմիտեի նիստով եւ նաեւ կառավարության հաջորդ նիստով հուսանք կքննարկենք Երևանի թիմն օրենքը, որտեղ որ ունենք նոր կարգավորումներ, մասնավորապես օրինազանց վարորդների եւ ավտոմեքենաների կայանման սխալ վայրերում կազմակերպելու դեպքում, այսպես ասած, այդ քարշակ ծառայությունը արտապատվիրակելու հնարավորություն ենք ստեղծում եւ իրականում երկու կոմպոնենտ կա, 3 կոմպոնենտ կա մեր ընդհանուր խցանումների հետ կապված։ Առաջին կոմպոնենտը միանշանակ ավտոմեքենաների քանակն է։ Միայն Երևան քաղաքում տարեկան մոտավորապես 12000 ավտոմեքենա է գրանցվում եւ բոլորը մտնում են երթևեկության մաս են դառնում եւ նաեւ հարակից մարզերից էլ նույնպես ավտոմեքենաները այդ թիվը չեմ բարձրաձայնում, մոտ մի այդքան էլ հարակից մարզերում է տեղի ունենում։ Երկրորդ կոմպոնենտը իրականում մեր վարելու պրակտիկան է։ Ինչքան էլ որ դա տարօրինակ չէ, այնուամենայնիվ մենք մեր շատ խցանումներ առաջանում են, որովհետև օրինակի համար վերջի վայրկյանին ընդեղին լույսի տակով անցած մարդը գնում է եւ կանգնում է խաչմերուկի մեջտեղում եւ դա էական մեծ դեր ունի, այսինքն մեր վարելու պրակտիկայում մենք բազմաթիվ խնդիրներ ունենք եւ երրորդը արդեն ձեր ասած լուծումներն են, որոնք որ
կարող են այս երկու խնդիրների ինչ որ տրամաբանությամբ լուծումների դեպքում էականորեն մեղմել իրավիճակը եւ մեր տեսլականը գլոբալ առումով այն է, որ Երևան քաղաքում պետք է գերակայի հանրային տրանսպորտը պետք է ունենա առանձնացված գծեր, հանրային տրանսպորտը պետք է լինի ամենահարմարավետ միջոցը քաղաքով տեղաշարժվելու համար եւ նաեւ կառավարությունը տեղել ջանք չի խնայում, ուզում եմ տեղեկացնել պարոն վարչապետ, որ 45 տրոլեյբուսները, որոնք որ ձեր հանձնարարականով եւ կառավարության ֆինանսավորմամբ Երևան քաղաքը ստանում է, մի փոքր ուշանալու են կապված Իրանում իրավիճակի հետ, բայց մայիսի կեսերին 45 տրոլեյբուսները կհասնեն Երևան։ Շատ լավ, դե այստեղ իհարկե մենք պետք է հիշենք նաեւ մետրոյի մեր ծրագրերի հետ կապված, ընդ որում սա շատ խոշոր նախագիծ է Հայաստանի համար, եկեք արձանագրենք, որ վերջին 30 տարում Հայաստանի Հանրապետությունում մետրոյի ոչ մի նոր կայարան չի ստեղծվել եւ շահագործման չի հանձնվել, եւ սա էլի շատ մեծ նախագիծ է, բայց որ այդ նախագիծը իրականացվելու է, այդտեղ երկու կարծիք չկա, եւ էլի եմ ասում, այդտեղ մեր բանի տեմպերի մասին մեր պատկերացումները էլի շատ մի քիչ բան են, մի քիչ իհարկե պարզա որ ժամկետները մենք բոլորս ուզում ենք հնարավորինս կարճ լինի, բայց այնուամենայնիվ մանավանդ այն հատվածներում, որտեղ մենք կամ գիտելիք ենք կորցրել կամ հմտությունները որոշակիորեն բան են եղել, չեն օգտագործվել, հղկված չեն բավարար չափով, դա ժամանակ վերցնելու է, բայց մենք այդ ճանապարհով գնալու ենք, ընդ որում Աջափնյակ կայարանի թեման ինքը առանձին վերցրած թեմա չէ, մեր ռազմավարական մտածածն այն է, որ ի վերջո մետրոն շրջանաձև տեսք պետք է ստանա, ինչի արդյունքում նաև ըստ ամենայնի երթևեկության տրամաբանությունները կփոխվեն եւ արդյունավետությունները կմեծանան։ Այսինքն եթե մենք շրջանաձև երկու գիծ ունենանք, այդտեղ արդեն տրանսպորտի մասնագետները ավելի լավ խորհուրդներ կտան, այսինքն անդադ պտույտների, ընդ որում հանդիպակաց պտույտների միջոցով հնարավոր է, որ շատ ավելի մեծ էֆեկտներ ունենանք, քան մինչև այս տեսել ենք։ Եվ այդպես շարունակ մենք էլի ուրիշ նախագծեր ունենք կապված Զվարթնոց օդանավակայանից դեպի Երևան եկող եւ այլն ի վերջո պարոն Խաչատրյան էլի այն օրը բանում Մալացիա Սեբաստիա վարչական շրջանում քաղաքացիները էլի հիշեցրին Հյուս Սարաֆի այդ կտորի այդ դատի, ես էլ ասեցի որ մենք զբաղվում ենք դրանով, հույս ունեմ այդտեղ էլ հույս ունենք, հա։ Շնորհակալություն պարոն վարչապետ։ 3 հարցերի եմ ուզում անդրադառնալ։ Առաջինը ինչ որ դուք նշեցիք վերջում, Երևանի քաղաքապետարանի վարչարդարության նախարարության հետ շատ ակտիվ աշխատելով մենք հասանք նրան, որ օրենք ընդունվեց, որտեղ դատական ատյաններում կարողանալու ենք հարցի հանգուցալուծման հասնել։ Չեմ ուզում իրավական խնդիրների մասին խոսել, որովհետև ընկալման տեսանկյունից դրանք շատ բարդ նեղիրավական կարգավորումներ են, Արտահայտության նախարարության գործընկերները մեզ հուշեցին, թե ինչ ճանապարհով պետք է գնանք, որ այդ որոշումները կարողանանք ստանալ։ Առաջիկայում վերաքննիչ դատարանում քննության արդյունքում մենք պիտի հասնենք նրան, որ արգելանքը հանվի, որովհետև շատ տարօրինակ իրավիճակ ունենք պետական եւ համայնքային հողերի նկատմամբ, ունենք դատարանի կողմից կիրառված օգտագործման արգելանք եւ չենք կարողանում պետական սեփականություն հանդիսացող հողի վրա հանրային կարևորագույն նշանակության ենթակառուցվածք ունեցող ներկայացնող կառույց իրականացնել։ Եվ մենք պետք է առաջիկա ամիսների ընթացքում զուգահեռաբար իհարկե Երևանի քաղաքապետարան նախագծման աշխատանքները արդեն ընթացքի մեջ է դրել, որովհետև նախագիծը շատ վաղուց էր կազմված եւ դա նորացման բարելավման կարիք ուներ։ Այդ աշխատանքներն էլ գործնական արդեն բավական առաջ են գնացել, պարոն Ավինյանը կլրացնի։ Եվ մենք զուգահեռաբար մի քանի ուղղություններով շարժվելով մի կողմից պիտի հասնենք արդեն իրավական հանգուցալուծման, որ արգելացումը հանվի եւ մյուս կողմից նախագիծը պատրաստ լինի կառուցող կազմակերպությանը հրավիրելու համար։ Երկրորդը երթևեկության եւ խցանումների հատկապես հարցերը կարգավորելու համար մենք նույնիսկ ձեր հանձնարարությամբ պարոն վարչապետ որոշմամբ ձեր մի միջգերատեսչական աշխատանքային խումբ ունենք, որ բարբերաբար հավաքվում է, մենք 3 այդպիսի քննարկումներ ենք ունեցել արդեն։ Նորից, քանի որ Երևանի հավաքանին շատ մեծ դերակատարում ունի իր որոշումներով Երևան քաղաքում
երթևեկության կանոնները կարգավորելու հարցում Երևանի քաղաքապետարանի ներգրավվածությունն այդ հարցում շատ մեծ ներքին գործերի նախարարության գործընկերների հետ միասին կազմել ենք հարցերի ցանկ, որոնք վերաբերում են հատկապես կարճաժամկետ կարգավորումներին։ Վերջին մեր քննարկումը այն մասն էր, որտեղ տեսնում ենք, որ պետք է կարճաժամկետ անելիքները արդյունք տան։ Դրան գույքագրել ենք եւ ուղարկել ենք Երևանի քաղաքապետարան, խնդրելով, որ իրենք համապատասխան որոշումները կայացնեն։ Այնտեղ կա թե քաղաքում որոշակի ժամերի երթևեկության սահմանափակման հետ կապված կարգավորում, թե երթևեկության կանոններում անգամ մենք հիմա մտածում ենք, որ շատ մեծ նշանակություն կարող է ունենալ օրինակ տաքսի մեքենաների համար հատուկ այդ փողոցների վրա կայանատեղիներ ունենք, որոնք որ նշագծված են, այդպիսի տարածքներ առանձնացնելուն, որ իրենք ստիպված չլինեն, լավ իրենց բարերով դա ստիպված, բայց մեր կարծիքով դա ոչ այդքան իրավաչափ երկրորդ շարքում կանգնել եւ մարդկանց սպասել։ Դա ամենահիմնական խնդիրներից մեկն է, որ նկատվել է կարճաժամկետ անելիքների առումով լուծում տալու հարցերի շարքում, բայց շատ են հարցերը, մենք այնտեղ ունենք հստակ անելիքներ, արդեն քաղաքապետարանի հետ առաջիկա շաբաթների ընթացքում կգանք հուսով եմ կոնկրետ որոշումների եւ նաեւ կխոսենք թե ինչ ենք արել, ոչ թե ինչ ենք նախատեսում անել։ Եվ երրորդը, պարոն վարչապետ, դուք նշեցիք 3 կանաչ գոտիների զարգացման հեռանկարի մասին, բայց դրանք իհարկե ամբողջը չեն, որովհետեւ ձեր հանձնարարությամբ մենք հիմա քննարկում ենք նաեւ մարզահամերգային համալիրի տարածքում մի խոշոր ծրագիր, նորից Երևանի պարոն Ավինյանը դեռ փոխվարչապետության պաշտոնավարման ժամանակահատվածում այդ ծրագրի քննարկումները սկսել էր, շրջակա միջավայրի եւ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարության հետ վեր ենք հանել բոլոր այն հարցերը, որոնք այսօրվա կարգավորման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն, ունենք մոտավոր պատկերացում, թե ինչ պետք է անենք, դա էլ մի շատ զգալի հարց է եւ կարծում եմ Երևանաբնակ մեր քաղաքացիների եւ ոչ միայն շատ կարևոր նշանակության հարց, որովհետեւ դրա արդյունքում պետք է մարզահամերգային համալիրի Ծիծեռնակաբերդի հարող այդ 30 հեկտար մոտավորապես տարածքում կանաչ տարածքների որակը եւ միջավայրը զգալի բարելավումների ենթարկվեն։ Դա էլ է զուգահեռաբար ընթացող քննարկում, ես հուսով եմ, որ Երևանի քաղաքապետարանի հետ առաջիկա քննարկումների արդյունքում մենք գործընկերների հետ հանդես կգանք կոնկրետ առաջարկությամբ։ Շատ լավ, շնորհակալ եմ, պարոն Խաչատրյան, քանի որ համալիրի նախագծի հետ կապված ես արձագանքը դեռ չէի ստացել, դրա համար չասցի, բայց եթե այդտեղ մենք նույնպես տեսնում ենք, որ նախագիծը իրականանալի է, այդտեղ մի ուրիշ գաղափար ես ունեմ, եւ այսինքն դա ակնհայտ է, որ աշխարհագրությունն ինքն էլ է ցույց տալիս, որ մենք Հրազդանի ձորի նախագիծը եւ համալիրի նախագիծը պետք է ինչ-որ ձևով ինտեգրենք, որպեսզի փող կապակցվեն, որովհետեւ այդտեղ այդեն շատ դժվար կածաններով իրանք մեկը կապված են, կարելի է ավելի, այսպես ասած, հասանելիությունը եւ փող գործելիությունը ապահովել եւ այդ նախագծերի մեջ խնդրում եմ դա էլ հաշվի առնել եւ իհարկե կա շատ մեծ պոտենցիալ եւ այդ պոտենցիալը պետք է մաքսիմում օգտագործել եւ իհարկե հաջորդ խնդիրը, որի մասին Երևան քաղաքի հետ կապված կուզենայի խոսել, այդ ճանապարհաշինարական աշխատանքներն են եւ նաեւ այն հանգամանքից ելնելով, որ առաջիկայում մենք արդեն պակաս քան 1 ամիս անց հյուրընկալելու ենք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, քաղաքապետարանի եւ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունների գործընկերները ջանքերը մեկտեղում են, որպեսզի նաեւ հնդածս մենք ավելի մեծ եւ շոշափելի արդյունք ունենանք։ Ընդհանրապես, բայց նաեւ հետեւյալ տպավորությունն եմ ուզում կիսեմ պարոն Խուդացյանի հետ մենք խոսել ենք այդ թեմայով։ Տեսեք, երկար ժամանակ մենք քննարկում էինք, սա արդեն ոչ միայն Երևանի, այլև հանրապետության մասին։ Մենք քննարկում էինք, որ դե ձյան ժամանակ ճանապարհները նորմալ չեն մաքրվում, չեն սպասարկվում եւ այլն եւ այլն։ Հիմա եկավ ինչ որ մի պահ, երբ որ ճանապարհները նորմալ կամ էականորեն ավելի լավ սպասարկվում, մաքրվում եւ այլն, հետո ձյունը հալում գնում է եւ մենք ինչ ենք տեսնում։ Տեսնում ենք, որ այդ ճանապարհների սպասարկման արդյունքում ճանապարհների վրա կամ եզրերին այսքան ավազի շերտ է գոյացել, որը արդեն չոր եղանակին դառնում է փոշու աղբյուր։ Եվ մարզերում հիմա լավ է, այս վերջին այցի ընթացքում արդեն տեսա, որ այդ մաքրման աշխատանքները սկսել են, որովհետեւ նախորդիվ ասում են, բա լավ, շատ լավ, պատկերացրիք, չէ՞, բանի ավազի, աղի, խառնուրդով որ բան է արվում,
մենք էլ անդադ ասում ենք, որ լավ պետք է մաքրել, էս պետք է անել եւ այլն, դա երկու խնդիր է առաջացնում, դա այդ ջանքը ասֆալտի շերտը այնուամենայնիվ վնասում է, որովհետեւ եւ երկրորդը մնացորդներ են մնում, որոնք ընդհանուր խնդիր են առաջացնում։ Եվ հիմա մենք պետք է մտածենք, նախորդ անգամ Գեղարքունիքի մարզ, որ այցելում ենք, դա տեսանելի էր, դե ասում են, բայց լավ, հիմա ինչի չենք բանանում, մաքրում, դե ասում են մյուս շաբաթ էլ է ձյուն գալու, դրա համար չենք մաքրում, այսինքն համոզվենք, որ ձյան սեզոնը ավարտված է, որ բոլորը միանգամից, բայց այդտեղ մենք պետք է այդ տեխնոլոգիաների մեջ էլ փոփոխություն անենք, որովհետև հիմա տեսեք, մենք ասում ենք, այդ գծանշումները նոր որակի լինեն եւ այլն, ինչ էր կոչվում, պարոն Խուդացյան, այդ տերմոպլեքսով լինեն եւ այլն, տերմոպլեքսով է, հիմա Գառնաշեմ գնում ենք, տենում ենք այդ տերմոպլեքսով այո արած է, բայց կեսը քերած է, բայց ինչի է քերած, դե որովհետեւ ճանապարհը մաքրվել է եւ մաքրվելու ընթացքում քերվել է։ Այսինքն էսեն է, էլի, որ մի հարցը լուծեցինք, ստացանք 3 հատ նոր հարց։ Հիմա այս 3 հատ նոր հարցը ո՞նց ենք լուծելու, պարոն Խուդացյան։ Պարոն վարչապետ, բոլոր հարցերը ոնց որ թե ընթացքում լուծում ենք, տեսեք հետեւյալ պատկեր ունենք ճանապարհների սպասարկման մասով, մենք ունենք երկու կլիմայական գոտի, միտեղ նախատեսված է ձմեռայինից ամառային անցումը հիմնականում Արարատյան դաշտում եւ մայրաքաղաք Երևանում ապրիլի 15-ին, այսինքն մինչեւ ապրիլի 15-ը ճանշիներին ժամանակ է տված ավազը մաքրելու համար։ Ունենք երկրորդ կլիմայական գոտին, որը Արագածոտնի մարզի մի հատվածն է, Շիրակի մարզն է, Կոտայքի մարզի հատվածներ ունենք, որտեղ նախատեսված է ձմեռային սեզոնից ամառային անցումը մայիսի 1-ին։ Հիմա տեսականորեն բոլոր ճանշինները երեք մենք ապարանի տարածաշրջանում Սյունիքում ձյան տեղումներ ենք ունեցել։ Ճիշտ է, հիմա փոշով պայմանավորված, երբ որ եղանակը 2-3 օր մեզ թույլ է տալի ճանշիներին։ Այսօր էլ ես ինչ որ նամակ էի ստացել առավոտյան, որը սկսում էր հետեւյալ բառերով. «Թող այսօրվա ձյունը, չգիտեմ, եւ այլն, եւ բարեմաղթանքներ»։ Հասկացա, որ ինչ որտեղ դեռ ձյուն է գալիս Հայաստանի Հանրապետություն։ Սյունիքի մարզում ապարանում 3 ձյուն է եկել եւ հիմնականում այդ կլիմայական գոտիներում մենք ձմեռային ռեժիմից ամառային ռեժիմ, այսինքն ավազի մաքրման վերջնաժամկետը սահմանել ենք մայիսի 1-ին, չնայած հիմա եթե անկեղծ ասեմ, այնտեղ որտեղ 2-3 օր եղանակը թույլ է տալիս, արդեն ճանշինները հավաքված ավազը դուրս են հանում, եկել Գեղարքունիքի մարզում դեպի Սևան գնացող հատվածում էին աշխատում, նկատեցին Կոտայքի մարզում էլի կար։ Մենք բայց 2026 թվականին նախատեսում ենք ճանշինների հետ լրանում են մեր 5-ամյա ճանապարհների սպասարկման պայմանագրերը եւ ամբողջ հանրապետության տարածքում նոր մոտեցմամբ, նաեւ խոշորացումներով, որ ավելի փոքր կարողություններով ճանապարհաշինարարները ուղղակի չկարողանան մասնակցել այդ մրցույթներին, որտեղ կրկնվող տեխնիկայով տարբեր հատվածներում մասնակցում են եւ առանձին պարագայում մեզ փաստի առաջ են կանգնեցնում։ Երևանի հետ կապված պետք է ասեմ, որ ձեր հանձնարարությամբ մենք նախորդ տարվանից արդեն Երևանում փողոցներ ենք հիմնանորոգել եւ նորոգել Կորեայի ձորի 1 կիլոմետրանոց հատվածը, որը նախորդ տարի հանձնվել է շահագործման, Արգավանդի Խաչմերուկից դեպի Զվարթնոց օդանավակայան գնացող 6 կիլոմետրանոց հատվածը եւ M1 միջպետական մայրուղուց դեպի աշտարակից, այսինքն դեպի Երևան եկող հատվածը, մենք այս 3 հատվածները նորոգել եւ հիմնանորոգել ենք նախորդ տարի։ Այս տարի արդեն սկսել ենք Իսակովի պողոտայի հիմնանորոգման աշխատանքները, միջին նորոգումը նախատեսված եղանակով պայմանավորված մենք ամենայն հավանականությամբ այսօր երեկոյան կամ վաղը այնտեղ կսկսենք նաև ասֆալտապատման աշխատանքները եւ նախնական ձեզ զեկուցված ժամկետում դա մինչեւ ապրիլի 25-ը մենք այդ ճանապարհը կբերենք ամբողջովին նորոգված տեսքի։ Դրանից հետո կանցնենք Առինջից դեպի Երևանից դեպի Առինջ Աճարյան փողոցով գնացող հատվածի նորոգմանը, սա եւս մեր ցանկում կա եւ նաեւ ջրվեժ գնացող դեպի Բագրևանդի Խաչմերուկին զուգահեռ Թևոսյան փողոցի այնտեղ հիմնանորոգման աշխատանքներ կունենանք։ Քաղաքապետարանի գործընկերների հետ ձեր հանձնարարությամբ աշխատում ենք միասնական ստանդարտ ունենալու ուղղությամբ։ Այսինքն մեր բոլոր կառուցված ճանապարհները այսուհետև լինեն դրանք Երևանում, Երևանի բյուջեի պատվերով, թե պետական բյուջեով անկախ պատվիրատուից նույն տրամաբանության մեջ լաբորատոր փորձարկումների կենթարկենք։ Այս ճանապարհների որակի հետ կապված մենք բարելավումներ ունենք, բայց շարունակում է մեզ համար խնդիր մնալ բիտումի որակը, էկոնոմիկայի նախարարության եւ ՊԵԿ-ի գործընկերների հետ շարունակում ենք սահմանում խիստ վերահսկողություն սահմանել բիտումի հետ կապված եւ պիտի ասեմ, որ միջինը 10 մեքենայից վերջին ընթացքում 1 կամ 2-ն է հատել Հայաստանի սահմանը, մնացած 8-ը հետ են վերադարձվել։ Այսպիսի
տասնյակ արդեն մի քանի տասնյակ այսպիսի դեպքեր ունենք արձանագրված, որտեղ լաբորատոր փորձարկումների տրամաբանության մեջ ենք փոփոխություն իրականացրել եւ հիմա շատ ավելի խիստ ենք այս մասը կազմակերպում։ Սա իհարկե ամբողջությամբ դրական կարանք ներկայացնենք, բայց մի խնդրահարույց բան կա, որը մեծ հաշվով այդքան էլ խնդրահարույց չի, էականորեն կբարձրանան, կկրճատվեն մրցույթային գործընթացի արդյունքում ունեցած խնայողությունները։ Հիմա եթե նախորդ տարիներին օրինակ միջինը 40% մրցույթի մասնակիցները ճանապարհի համար ավելի պակաս գին էին առաջարկում, քան նախագծանախաշվային փաստաթղթերի արժեքներ, հիմա արդեն ունենք 20% եւ նախորդ տարվա մրցույթների թոփ հաղթողները այս տարի արդեն այլևս թոփ հաղթողներ չեն։ Կազմակերպություններ կային, որոնք նախորդ տարի իրականացել են Հայաստանի ճանապարհաշինական աշխատանքի 30, 40, նույնիսկ 50%-ը, այս տարի իրանք հիմա տատանվում է ընդհանուր կայացած մրցույթների 10-ից 12%-ի շրջանակում են բայց դա կապված։ Պարոն վարչապետ, անորակ աշխատանքի չընդունման հետ կապված է հիմնականում դա։ Այսինքն մենք դա արձանագրենք էլի, որ անորակ աշխատանքը մենք չենք ընդունում։ Պարոն վարչապետ, Որտեվ մեկ-մեկ շահարկվում է, որ ասֆալտը կա տեղում, նույնիսկ կարող է գծանմշումարված լինի, բայց մենք անորակ աշխատանքի համար փողը չենք տալիս։ Հիմնականում իհարկե կարան լինեն առանձին դեպքեր, որ որակի հետ կապված խնդիրներն ավելի ուշ ենք հայտնաբերում, բայց ընդհանուր առմամբ սկզբունքը դա է։ Մենք նախորդ տարի մոտավորապես 30 կիլոմետր շինարարների միջոցների հաշվին դրանից առաջ կառուցված աշխատանքների քանդման աշխատանքներ եւ նոր կառուցման աշխատանքներ ենք իրականացրել 2025-ին ցավոք սրտի կամ բարեբախտաբար այդ թիվը ավելի մեծ է լինելու։ Առաջիկայում ես հանձնարարել եմ քանդել մի ճանապարհ, որով մենք անցել ենք եւ այդ ճանապարհը նույնիսկ քաղաքացիների տպավորությամբ ինքը լավ ճանապարհ է, բայց մենք այդ ճանապարհի որակից դժգոհ ենք եւ ամբողջ 20 կիլոմետրանոց ճանապարհը նորից քանդել ենք տալու։ Պարոն Վարդանյանի հետ քաղաքաշինության կոմիտեի անձամբ ենք այցելել եւ համալսանի լաբորատորիան եւ ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիան աշխատել են այդտեղ մեր ներկայությամբ։ Պատկերը ոչինչ ոչ քաղաքաշինության կոմիտեի նախագահին չի գոհացրել եւ մենք այդ ճանապարհը քանդելու ենք։ Դա ենթադրում է, որ շինարարը այդ աշխատանքի հետ կապված ընդհանուր ունենալու է մոտավորապես 500 միլիոն դրամի կորուստ, բայց կարծում դա այն արժեքն է, որ իրանք պետք է վճարեն անորակ աշխատանք իրականացնելու համար։ Մենք ճանապարհը այսօր կարա լավ լինի, բայց մենք պետքա ճանապարհը լավ լինի իր շահագործման ողջ ժամկետում։ Ոչ թե մի ամիս լավն լինի, մի ամսից հետո սկսի մեր աչքի առաջ քայքայվել ու մենք չիմանանք ինչ անենք։ Պարոն վարչապետ, որոշակի աղմուկ կբարձրանա, այդ թվում նաև լրատվամիջոցներով, կարծում եմ, որտեղ լրատվամիջոցները հիմա արդեն մենք հետևյալ տենդենսն ենք նկատում, որ քարոզարշավին ընդառաջ իրանք չընդունված ճանապարհները գնում լուսանկարում են եւ տպավորություն են ստեղծում, թե ճանապարհները մենք ընդունել ենք։ Բազմաթիվ կան այդպիսի դեպքեր, որոնք այո ճանապարհը կառուցվել նախորդ տարիներին, այո խնդրահարույց է եղել, բայց մենք այդ ճանապարհները չենք ընդունել, այդ ճանապարհների համար չենք վճարել, բայց հիմա այդ ճանապարհները նկարվում եւ ներկայացնում են որպես կառուցված եւ քանդման process-ում գտնվող աշխատանքներ։ Պետք է խնդրեմ, որ մեր հանրությունը սրան էլ պատրաստ լինի, մենք անընդհատ ամենօրյա ռեժիմով մոնիտորինգի ենք ենթարկում ճանապարհները եւ վատ արած աշխատանքը առաջին հերթին նկատում են ճանապարհային դեպարտամենտի գործընկերները, մարզպետները, համայնքները, նախարարությունը, մենք առավել քան շահագրգիռ ենք այս մասով եւ այն հատվածներում, որտեղ եւ նախորդ տարիներին ենք պատճառել անհարմարություն շինարարության հետ կապված եւ այս տարի քանդել կտանք, պիտի խնդրեմ, որ այդ հատվածներում մեզ բնակիչները ըմբռնումով մոտենան, մինչեւ ամբողջությամբ կարողանանք դաշտը վերել որակի մի ստանդարտի։ Պարոն Խուդայցյան, ես էլ այդ խոսակցության ժամանակ պատմել եմ, այդ խոսակցության մասին պատմել եմ կառավարության նիստում, կարծեմ ձեր պաշտոնավարման մի տարին երբ որ լրացել էր, մենք աշխատանքային հանդիպում էինք ունենում, դուք հարց տվիք, ասիք մի տարվա արդյունք, այսինքն ասում եք, խոսում էինք ընդհանուր եւ հարց տվեցիք, թե ինչն է, որ առավել մեծ ուշադրություն եմ ես ակնկալում, ես ասել եմ, որակի հարցում կոմպրոմիս չի կարա լինի, վերջ։ Մի կիլոմետրա, 2 կիլոմետրա 10-ա թե 20-ա, որակի ստանդարտին չի համապատասխանում, այո, պետքա քանդվի, նորից սարքվի։ Այդտեղ չկա երկրորդ կարծիք։ Ընդ որում սա չի վերաբերվում միայն ճանապարհներին։ Մենք այսօր ցավոք մենք խոշոր բաներ ենք ունեցել։ Հիմա նույն չենք բարձրաձայնում, բայց նույն Գյումրիում Արտուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարությունը, որ ձգձգվում է, ի՞նչն է եղել պատճառը։ Այնտեղ ամբողջական շինարարական կտորներ
Ուղղակի մենք քանդել ենք տվել, ասել ենք նորից պետք է սարքեք։ Իհարկե շինարարը փոխվել է, չէ՞, այնտեղի։ Եվ այսպիսի դեպքեր բազմաթիվ են, որ թվում է թե կառուցված է շենքը, բայց մասնագետները գնում են արձանագրում են որակի խնդրեմը ու թույլ չեն տալիս շտկումներ անել, տենց ինչ որ մակիաժով հարցը լուծել։ Քանդել նորից սարքել, այն ստանդարտով, ինչ ստանդարտը մեր պայմանագրի մեջ գրած է։ Եվ պետքա գնանք այդ ճանապարհով, որ շուկան փոխվի։ Հակառակ դեպքում ամեն անգամ ասենք լավ դե լավ այսքան գործը արված է դե հիմա մենք էլ մեզ էլ էսա ասելու են բա խոստացակ ինչ եղավ, բա խոստացակ ինչ եղավ։ Ոչ, ոչինչ։ Մենք խոստացել ենք միաժամանակ նաև պատշաճ որակով աշխատանք։ Եվ այդ գործելակերպը միանշանակ պետքա շարունակենք, որովհետև արդեն այս նորություն չի, այս մեր պահանջը եւ ել եմ ասում տնտեսության արդիականացման ծրագրով բազմաթիվ ծրագրով մենք ընկերություններին աջակցում ենք, որ իրանք ունենան ժամանակակից տեխնիկա, ժամանակակից հնարավորություններ եւ այլն, որ իրանք աշխատանքը պատշաճ մակարդակով անեն։ Խնդրեմ, պարոն Պարոն վարչապետ, միանշանակ կարծում եմ շատ կարևոր հարցի անդրադարձ եղավ եւ օրինակ մեր փորձը վերջին 2 տարիների ընթացքում ցույց է տալիս, որ բոլոր այն նախագծերը խոշոր, որտեղ որ մենք ժամկետները մեխանիկորեն, էականորեն կրճատել ենք, այսինքն կառուցման ժամկետները, մենք այդտեղ ստանում ենք որակյալ կապալառուներ հիմնականում։ Այսինքն, որքան էլ որ տարօրինակ չի, մենք պայմանը դնում ենք ավելի սեղմ ժամկետում կառուցել, մանկապարտեզը հիմնանորոգել, չգիտեմ, նույն Ալբերտ Ազարյանի մեր սպորտային կենտրոնը։ Որքան ժամկետը սեղմ է դրվում, այդքան, այսպես ասած, ոչ պարտաճանաչ կապալառուները չեն մոտենում հարցին, եւ ընդհանուր առմամբ այս տենդենսը կարծում եմ նաեւ պետք է անդրադառնա, երբ պարոն Վարդանյանի հետ քննարկենք քաղաքաշինական նորմերի որոշակի փոփոխություններ դիտարկենք, որովհետև նույն Ալբերտ Ազարյանի դպրոցը ենթադրվում էր, որ պետք է կառուցվեր 6 տարում։ Մեր նորմատիվով 6 տարի էր ենթադրվում, որ Ալբերտ Ազարյանի դպրոցը պետք է կառուցվի։ Կառուցվում է 1.5 տարում, հələ մի փոքր ավելի քիչ, եւ արդեն հեսա ավարտին ենք մոտենում, Նորտիկին Անդրեասյանի հետ քննարկում ենք կահավորման հարցերը։ Միասին ենք արել անցյալ տարի, հիմնարկեք, արդեն մոտ ենք ավարտին։ Բայց մի բան էլ կուզեի հավելել, պարոն վարչապետ, Երևան քաղաքում ճանապարհային ենթակառուցվածքը 1200 կիլոմետր ճանապարհները իրենք նաև պարոն Խուդացյանը վստահ եմ կհաստատի, տարբերվում են մարզերում ենթակառուցվածքից շատ ավելի խիտ ստորգետնյա ենթակառուցվածքով եւ մենք ունենք այնտեղ կոյուղատար համակարգեր, հեղեղատարներ, էլեկտրական ցանցեր, գազատարներ եւ այդպես շարունակ եւ շատերը եւ մասնավորապես կոյուղատար համակարգերը ունեն տասնյակ տարիների պատմություն եւ իրապես մաշված են։ Մենք 2022 թվականից որոշակի ֆինանսական հատկացումներ ենք արել կոյուղատար համակարգի արդիականացման համար, արդեն երկրորդ տարին է, որ կառավարությունն է ֆինանսավորում այս ծրագրերը եւ ես ուզեցի նաեւ սա շեշտել եւ հեղեղատարները հաստատվեցին եւ կոյուղատար համակարգերի այս տարվա ծրագիրը հաստատվեց, պարոն վարչապետ։ Պարոն Ավինյան, ես այդ թեմայի մասին իհարկե աշխատանքային ռեժիմով մի քանի քննարկումներ ունեցել եմ, բայց ամբողջ աշխարհում այդ միտումը, այսինքն այս խնդիրների շատ քաղաքներ բախվում են եւ այսպես ասած ստորգետնյա քաղաքի ռազմավարությունները հիմա ավելի ու ավելի շատ տեղերում են տարածված, որպեսզի ստորգետնյա ենթակառուցվածքներ կառուցվեն այնպիսի, որ խողովակներ եւ այլն, այդ ամեն ինչի սպասարկման համար ճանապարհային շերտի հետ կապված առնչություններ կամ չլինեն կամ ընդհանրապես նվազագույնի հասցվեն։ Իհարկե պարզ է, որ դա ահռելի ներդրում է, բայց եթե մենք հասկանանք, որ դա փոքր կտորներով պետք է գնանք մետրոյի կառուցումով, այլ ենթակառուցվածքների կառուցումով, ընդհանուր հիմա միտում կա, որ էլեկտրական ենթակայանները ստորգետնյա են տանում, որովհետև նաև ջերմային ռեժիմները ավելի հեշտ է ապահովել այդտեղ, սպասարկումը ավելի հեշտ է ապահովել եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ կարծում եմ, որ Երևանի համար էլ եւ մեր մյուս քաղաքների համար էլ այսպիսի ռազմավարություններ պետք է մենք որդեգրենք։ Հիմա երեք գնացել ենք օրինակ Կոտայքի մարզում եւ բոլոր մարզերում է հրաշալի ճանապարհներ են կառուցված, գծանշած եւ այլն, մեկ էլ տեսնում ենք, միտեղ այնց կտրած է, միտեղ սենց է կտրած, միտեղ նենց է կտրած, ու ասենք դա ցավալի տեսարան է, ոնց որ
որ ասում են ոնց որ մսիցդ պոկած լինի, այդ տենց զգացողություն ալնում, որ այդքան ջանքը գործադրվել է տասնամյակներով գոյություն չունեցող ճանապարհը բերվել է այդ տեսքի, բայց մեկ էլ տեսնում ես մի 20 սանտիմետր սենց ճանապարհը այս ծերից ծերը կտրել են ու այդ նշանակում է որ տեղից ջուրը մտնելու է ու քայքայումը տեղից սկսելու է բայց այս է մեր իրականությունը պետք է առնչվենք առերեսվենք եւ լուծումներ գտնելով գնանք առաջ համեցեք պարոն Պապոյան Շնորհակալություն պարոն վարչապետ ես ուզում եմ որակի հարցին անդրադառնալ, որովհետև դուք նաև պարոն Խուդասյանը նշեց դրա մասին, ես ուզում եմ նշել, որ բիտումը միակ ապրանքը չէ, մենք արդեն բավականին լավ պետական եւ մասնավոր լաբորատոր հզորություններ ենք ձեռք բերել, ունենք երկրում եւ դա մեզ հնարավորություն է տալիս մի շարք ապրանքների գծով որակի վերահսկողությունը խստացնել, լավարկել եւ բիտումը դրա օրինակներից մեկն է։ Այստեղ նաեւ մեթոդաբանություն ենք փոխել, նախկինում այդ հնարավորությունները չկար, հիմա արդեն կա, մենք սահմանին ըստ էության կանգնեցնում ենք մեքենան, մինչեւ չկա դրական եզրակացություն, այդ մեքենան չի կարողանում գա Հայաստանի Հանրապետություն եւ ես կարծում եմ, որ շատ հարցեր, որոնք որ ոլորտում կային, սրա արդյունքում կլուծվեն եւ իհարկե հնարավոր է մի փոքր նաեւ հնարավոր է չեմ բացառում գների աճ այդ մասով, բայց այդ հայտնի խոսք կա, ասում է, ես այդքան հարուստ չեմ, որ ինձ թույլ տամ էժան ապրանք գնել, սա այդ դեպքն է։ Մենք իրականում կարող է այստեղ մի քանի դրամ կորցնենք, բայց մեծ հաշվով պետությունը միլիոնավոր, միլիարդավոր դրամներ շահելու է արդյունքում եւ ելի ապրանքներ կան, որոնց փորձաքննությունների հատվածը խստացնելու ենք եւ սրա հետևանքը լինելու է առաջին հերթին սպառողների բարձր որակի ապրանքներ եւ առողջության համար անվտանգ ապրանքներ ձեռք բերելու իրավունքի ապահովումը, որը շատ կարեւոր է եւ իհարկե նաեւ արտահանվող ապրանքների մասով ես ուզում եմ նաեւ նշել, որ մենք ՊԵԿ-ի ՍԱՏՄ-ի հետ նաեւ աշխատում ենք եւ շուտով պետք է կարողանանք նաեւ այնպես անել, որ մեր արդեն ունենք իհարկե ոչ մեծ, բայց լաբորատոր հզորություններ կոնյակի, բրենդի, սպիրտի ստուգման եւ դա եւս պետք է անենք, որովհետեւ դա իրականում մեր խաղողագործների եւ մեր կոնյակագործների համար շատ լավ գործիք է, որովհետեւ դա հնարավորություն է տալիս մի կողմից այն ընկերությունները, որոնք իրապես բարձրորակ սպիրտ են արտադրում, կոնյակ են արտադրում, դա ուրեմն երևում է հստակ փաստաթղթավորված եւ մյուս կողմից կան ընկերություններ, ես ուղիղ պետք է հայտարարեմ, որ չեն մթերում խաղող եւ դա մեզ համար շատ տարօրինակ է եւ դրանով մենք հնարավորություն ունենք ունենալու իրապես տարբերակել լավ եւ բարձրորակ ապրանքները ոչ այնքանից եւ այն խնդիրները, որոնք երկրից դուրս են առաջանում, արդեն մենք երկրի ներսում լուծենք փաստաթղթավորված եւ նաեւ ունենանք փաստաթուղթ, որպեսզի իրենք նաեւ պաշտպանված լինեն Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Շատ լավ, պարոն Պապոյան, շատ կարեւոր է ձեր դիտարկում, որովհետեւ տեսեք, երբ որ մենք ասում ենք, որ բիտումի որակի նկատմամբ հսկողություն ուժեղացնում ենք, առաջին հարցը, որ կարծաքի հետեւյալն է, բա ինչի միջև հիմա չեք ուժեղացնում, այդ թվում են պատճառով, որ դրա կարողությունները չունենք։ Այսինքն, այն, որ մենք վերջին տարիներին լաբորատորիաներ ենք ձեռք բերել անհամատարբեր ոլորտներում որակի ստուգման համար, դա մեզ համար հնարավորություն է բացում։ Հա, նախկինում նեղվենք, գոռանք, ճվանք եւ այլն, բայց լաբորատորիա չկա, որ այդ կամ սովորաբար տանում են։ Ես հիշում եմ ժամանակին բանը ասֆալտի կտորներ ուղարկում ենք, չգիտեմ որտե այլ երկրներ, որ եզրակացություն ստանանք, էլի։ Հիմա բայց ժամանակի ընթացքում կամաց-կամաց այդ լաբորատոր կարողությունները ձեռք ենք բերել եւ ինչքան այդ բնականաբար մեր հնարավորությունները ավելի մեծացնում են։ Ժամկետների հետ կապված, պարոն Ավինյան, ձեր ասածի հետ կապված մի հետաքրքիր միտում, որը երեք տեսանք մենք մեր մարզային այցի ընթացքում։ Հիմա բարեբախտաբար, հիմա մենք ավելի ու ավելի հաճախ տեսնում ենք, որ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները կապալառուն ժամկետից շուտ է իրականացնում։ Հիմա ասենք երեկվա քանի դպրոցում, օրինակ մենք դպրոցը արդեն դասարանում խոհանոցային սարքավորումները տեղում չեն մի պատճառով, որովհետև դե մենք պլանավորել ենք, որ շինարարության ավարտին դրանք գան, բայց շինարարությունը ենթադրենք 3 ամիս շուտ է ավարտվի, ինչը շատ լավ է։ Եվ այդ միտումը ընդ որում ինչա փորձը ցույց տալիս, իսկապես այդտեղ որոշակի կորելացիա կա։ Այդ շուտ ժամկետով ավարտված տեղերում
սովորաբար որակի հետ կապված առնվազն վիզուալ խնդիրներ գոնե այս վերջին շրջանում մենք ինչքան շրջայցեր ենք ունեցել, ոնց որ թե տենց առանձնապես մեծ դիտողություններ, դիտարկումներ չենք ունեցել, որովհետև ամեն ինչ որակով ա եղել, այսինքն դա նշանակում է ընկերությունը կազմակերպված իր աշխատանքը պլանով, որովհետև այդ ժամանակ իր համար էլ է, չէ՞ թանկ կամ ավելի շատ իր համար է թանկ։ Այսինքն եթե ինքը իր ժամանակը ճիշտ չի կառավարում, բարձա դրանից գալու են հետևանքներ։ Եվ այդ միտումը իսկապես նկատվում է, եւ մենք այդտեղ երևի մեր ստանդարտները իրոք պետք է փոխենք, էլի 6 տարի շենք սարքել է, ի՞նչ է։ Հիմի բաներ կան, մարդիկ ուղակի սպորտային հետաքրքրությունից ելնելով ենթադրենք շենքը բանում 72 ժամում քանդում են, տեղը նոր շենք են կառուցում, իրենց կարողությունները ցույց տալու համար չենք ասում 72 ժամ, բայց այդ ժամանակները իհարկե պետքա կրճատել։ Համեցեք, պարոն Վարդան։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ուզում եմ տեղեկացնեմ, որ արդեն իսկ նախաձեռնել ենք եւ այս պահին մշակվում է նոր շինարարության տևողության նորմերը, որ էականորեն կկրճատվի, որտեղ շինարարների թե հագեցվածությունը տեխնիկայով, կառավարության աջակցության ծրագրերով արդեն ունեն մեծ հագեցվածություն տեխնիկայով, թե նրանց փորձառությունը արդեն իսկ բավարար են, որպեսզի մենք կարողանանք այդ շինարարության տևողության նորմերը կրճատել եւ շինարարները կարողանան այդ ժամկետներում իրականացնեն հսկողությունը։ Երկրորդը, ինչին ուզում եի անդրադառնալ, պարոն վարչապետ, ես առիթ ունեցել եմ ձեզ զեկուցելու, որ այս պահին մշակում ենք եւ առաջիկա ամիսներին կներդնենք տեխնիկական հսկողության նոր համակարգ, ուսումնասիրելով միջազգային փորձը, որը հնարավորություն կտա նմանատիպ դեպքերը հենց նույն օրվա կամ հաջորդ օրվա ռեժիմով, եթե որևէ տեղ դա կլինի մասնավոր շինարարություն, թե հանրային միջոցներով իրականացվող պետական ծրագրերում, եթե որևէ տեղ որակի խնդիր կունենանք, այդ օրվա ռեժիմով կբացահայտվի այդ խնդիրը եւ կկանխարգելվի եւ չենք ունենա այնպիսի դեպքեր, որ ստիպված կլինենք հետագայում գնանք այդ անորակ շինարարությունները քանդենք կամ ժամանակ կորցնենք, քանդելուց հետո նորից այդ շինարարական աշխատանքները իրականացնենք։ Շնորհակալություն։ Համեցեք։ Պարոն վարչապետ, խոսվեց լաբորատոր կարողությունների լավարկման մասին, պետք է ասեմ, որ մենք շարունակաբար լավարկում ենք լաբորատորիայի կարողությունները, բայց մի կարևոր սարքավորում ենք ուզում ձեռք բերել, որի մասին ցանկանամ ասել, պարոն փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի եւ պարոն Վարդանյանի հետ կոմիտեի նախագահ արդեն քննարկել ենք ճանապարհների շերտագրման սարք ձեռք բերելու մի քանի տասնյակ մոտավորապես 5-600 միլիոն դրամ արժողությամբ սարքավորման Ճանապարհային տոմոգրաֆիա էլի։ ամբողջությամբ նույն սարքավորման մասին է խոսքը, այն մեզ թույլ է տալիս ամբողջությամբ շերտագրել եւ արհեստական բանականության հետ համադրելով որոշել ինչ տեսակի նորոգում պետք է անենք, այսինքն սարքավորումը կանցնի այդ ճանապարհի վրայով եւ ինքը մեզ խորհուրդ կտա մենք այնտեղ միջին նորոգում անենք, թե հիմնանորոգում, մինչեւ ինչ խորության շերտ մենք այնտեղ փոխենք եւ ինչ հատիկային կազմով շերտ ստանանք, այսինքն ինքը մեզ կպատմի երթևեկելով այդ ճանապարհի վրա, մեզ կպատմի օրինակ ճանապարհի 70 սանտիմետր խորության վրա գտնվող ճաքերի մասին, ինչը մեզ թույլ կտա որոշել օրինակ հիմնանորոգում թե միջին նորոգում անենք։ Ասֆալտապատումը մոտեցնում ենք վիրահատության այդ բաներին, էլի ճշգրտության եւ տրամաբանության։ Պարոն վարչապետ, շուկայի ուսումնասիրության պես սարքավորումների գինը տատանվում է 1.2-ից մինչև 1.5 միլիոն դոլարի արժեքով, հետեւաբար այո, այդ լրջությամբ սարքավորման մասն ենք խոսում, որը տարածաշրջանային նշանակության սարքավորում է։ Իմիջիալից պարոն Պապոյան, որ ասում եք մենք ոչ մի կոպեկ չենք կորցնում, ոչ մի լումա չենք կորցնում ընդհանրապես ոչ մի բան։ Դա ընդհակառակը ձեռք ենք բերում, որովհետև այդ ավել փողը, որ մենք տալիս ենք, դա նշանակում է, որ հաջորդ նորոգման համար մենք շատ ավելի ուշ ենք փող ծախսելու եւ հետեւաբար շատ ավելի քիչ ենք ծախսելու, բայց պարոն Վարդանյանը, քանի որ աջակցության մեր ծրագրերի մասին հիշատակեց, ես ուզում եմ մի հատ նախնական այսպիսի բան ասեմ, եթե ուշադիր կամ նկատել եք, հետևել եք, նախորդ հարցոպատասխանի ընթացքում падգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց բարձրացրեց, թե ինչի կառավարությունը չի համախմբում, թե մասնավորապես 2018 թվականից այս կողմ աջակցության ինչ ծրագրեր է արել տարբեր խմբերին ուղղված,
որոնց անելը չէր մտնում կառավարության օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունների մեջ, այսինքն որ կարող ենք չանել։ Խոսքը ինչի մասին է, խոսքը մասնավորապես հայտնի լիզինգի ծրագրի մասին է, սահմանամերձ գյուղերի ծրագրի մասին է, վարկերի սուբսիդավորման մասին է, ռենովացիայի մասին է, եկամտային հարկի վերադարձի եւ այլնի մասին։ Իհարկե ինձ արդեն տեղեկանքը տվել են, բայց ես խնդրել եմ նորից ստուգենք, որովհետեւ թիվը, որ այնտեղ կա, ճիշտն ասած, որ ես այդ թիվը տեսա, մի քիչ չհավատալու էր կամ շատ, այսինքն մոտավորապես չհավատալու լավ, այդ ստացվում է, որ 2018 թվից մենք այսպիսի ծրագրերով շուրջ 4 միլիարդ դոլարի գումար ենք վերադարձրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Ես կճշգրտենք իհարկե, նորից նայենք, վերանայենք, ասենք կարա ինչ որ շեղումներ լինի, բայց արդեն երկրորդ փուլով եմ ես այդ թիվը բան արես, դուք ես շուրջ 4 միլիարդ, այսինքն ինչի մասին է, սուբսիդավորման տարբեր ծրագրեր, տարբեր վերադարձեր եւ այլն։ Այսինքն խոսքը, այսինքն օրինակ թոշակի վճարումը սրա մեջ չի մտնում, որովհետեւ դա ակնհայտ պարտավորություն է, որ պետությունը պետք է անի, սա ակնհայտ պարտավորություններից դուրս իրականացված ծախսերն են եւ ես նախկինում իմիջայլոց նախորդ տարվա կարծեմ կառավարության զեկույցի քննարկման ժամանակ էր կամ գուցե մի տարի առաջ ես այդ թիվը ներկայացրեցի, որ հեղափոխությունից հետո եւ հեղափոխության արդյունքում 2018 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն 4.4 միլիարդ դոլարի լրացուցիչ գումար է գեներացրել եւ դա մենք որոշակի մեթոդաբանությամբ հաշվարկել էինք ֆինանսների նախարարության հետ վերջերս աշխատել ենք այդ թիվը հասել է արդեն 6.6 միլիարդ դոլարի եւ մենք կարող ենք արձանագրել որ այդ 6.6 միլիարդ դոլարից 4 միլիարդը մենք ուղղակի վերադարձրել ենք քաղաքացիներին ուղղակի հավաքել ենք եւ վերադարձրել ենք քաղաքացիներին տարբեր ծրագրերով, բայց սա ուղղակի զուտ նախնական դիտարկում, որի մասին հետո ավելի մանրամասն բացվածքներով մենք կխոսենք։ Այժմ հարցը դնում եմ քվեարկության, հիշեցնեմ խոսքը 9-րդ հարցի մասին էր, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Քննարկում ենք